Շրջանավարտների վերջին զանգի արարողությունը սկսված է։ Այսպիսի կազմով բոլորը միասին 12-րդցիները վերջին անգամ են հավաքվում։ Շրջանավարտներին միացավ կրթության նախարարը։ Լևոն Մկրտչյանը դպրոցն ավարտել է մոտ 4 տասնամյակ առաջ, բայց մայիսյան այդ օրը հիշում է նաև այսօր։ Իմ վերջին զանգը Չարենցի դպրոցում էր եւ իհարկե ամենաանմոռանալի օրերից մեկն է։ 80-ականների շրջանավարտը մեծ տարբերություն չի տեսնում իր ավարտական եւ այսօրվա վերջին զանգի միջոցառումների միջև։ Ըստ էության ավանդույթը փոխանցվում է։ Այսօր դպրոցի մուտքը միայն վերջին զանգի խորհրդանիշներով է։ Դպրոցի տնօրենը Զանգակով ժապավեն անցկացրեց նաև կրթության նախարարի վզով։ Մինչև դպրոցին հրաժեշտը դեռ կարևոր մի դաս էլ կա։ Շրջանավարտներին ծափահարությունները ուղեկցում են դասարան, վերջին դասին, ճիշտ այնպես, ինչպես 12 տարի առաջ առաջին անգամ բացեցին դասարանի դուռը։ Տոնական շնորհավորանքներից բացի շրջանավարտների հիմնական թեման կրթությունը շարունակելն է։ 17-ամյա Իսկույի Սոֆիյանը գերազանցիկ է, պետական համալսարանի ապագա ուսանող։ Լավ սովորելով ես կարծում եմ, որ ապագայում ինձ համար լավագույն ճանապարհը կհարթեմ։ Պարոն գնդապետ, Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժանում ուսումնական տարվա ավարտին նվիրված միջոցառմանը շարված է։ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի 89 շրջանավարտների համար այսօր եւս հնչեց վերջին զանգը։ Ավարտական վալսին այստեղ ավելացան ցուցադրական ելույթներն ու շարային քայլերթը։ Ուսումնարանի շրջանավարտներն իրենց ուսումը կշարունակեն ռազմական այլ ուսումնական հաստատություններում։ Սաների 98%-ը դիմելու են Հայաստանի Հանրապետության եւ օտարերկրյա ռազմաուսումնական հաստատություններ։ Ամփոփելով ուսումնական տարին պաշտպանության փոխնախարար Արտակ Դավթյանը կուրսանտներին հիշեցրեց ամենակարևոր դասը, որն իրենց հետ պետք է տանեն ուսումնական հաստատություններ։ Հայրենասիրությունը այստեղ լոկ կրթական ծրագրի մաս չի հանդիսանում, այլ հայրենասիրությունը իր ստեղծման օրվանից արդեն դարձել է կենսակերպ։ Ընդունելության քննություններին մի քանի օր կա, կհասցնեն պատրաստվել։ Այսօր միայն շնորհավորանքներ են ու տոնական տրամադրություն։ Վիտալի Գրիգորյան, Խաչատուր Եսայան, ժամը լրատվական։